Մեր ցանկությունը հայտնի է, որ որն է, բայց չգիտենք դեռ 100%։ Միթե կարելի է ազատություն չսիրել։ Վիճակը մարդիկ դուսին թափ է, բայց այնց էլ չէր, մենակ կրակին տալի ամեն տեղը ու բողոքում ին թանկության համար։ Որևէ այդքան վատ չէր վիճակը դեռևս, բայց որովհետև Շահզադե Փահլավին ասել էր 3 ու այսօր ժամը 8-ին ամենը բողոքի դուս կան, դուսին եկե ու կանչում են մեր թագավորի տղին։ Այդքան վատ չէր, բայց մեր ջահելությունը շատ-շատին բողոքում, ամենը փողոցներն են։ Լրիվ ջահելներն են։ Երեք արդեն մեծերն էլ կապակցվել են ջահելների հետ, այդ շատ ուրախանալի բան է, ու ամենը արդեն բողոքի են նստել, հույս աստծո օր ելնի, որ մեր թագավորի տղեն գա, ու մենք որ աշխարհի որտեղ ենք հետ եթանք Պարսկաստան։ So many people is outside from their home. Այնքան շատ մարդ է դուրս գալիս փողոց, նրանք ուզում են փոխել մոլաներին։ Հիմա իրավիճակը լավ չէ, շատ մարդկանց են սպանում, բայց մարդիկ 8:30-ից դուրս են գալիս իրենց տներից պահանջելով փոխել ռեժիմին։ And they want to change the regime. Իսկ ձեր կարծիքով ո՞րն է լավագույն ճանապարհը։ I don't know, but I want the best for my people and my Չգիտեմ, թող լինի այն, ինչ լավ է իմ երկրի ու ժողովրդի համար։ Չգիտեմ, բայց եթե ռեժիմը փոխվի, լավ կլինի։ Սա իմ կարծիքն է։ Չգիտեմ, կփոխվի թե ոչ, այստեղ էականը իմ կարծիքը չէ, որովհետև ես իմ տանը չեմ, որ փողոց դուրս գամ։ there and to go out from my house. I'm here and I like that. Unfortunately, internet is connected with government. Ցավոք սրտի ինտերնետը պետության ձեռքում է եւ իմ ժողովուրդը տառապում է։ Չգիտեմ թե ինչ կլինի, բայց հույս ունեմ, որ ավելի քիչ մարդիկ կտուժեն կառավարության ու ժողովրդի այս բախումից։ Contest between government and people always can harmful with people. ایرانیان آدمای خوبی هستن ولی حکومت خوبی ندارن. Իրանցիները լավ մարդիկ են, բայց լավ կառավարություն չունեն։ Ինտերնետ չունեն, ազատություն չունեն, խոսքի ազատություն չունեն։ Նրանք չունեն նույնիսկ ամենասահմանափակ, ամենասովորական սոցիալական ազատությունները եւ այն բաները, որոնք բոլոր երկրներում նորմալ կյանքի հիմքն են։ Իրանցիներն այժմ զրկված են դրանցից, այդ թվում ինտերնետից։ Հենց հիմա ինտերնետի մասով 2 օր է մենք Իրանում ինտերնետ չունենք, ամբողջությամբ ոչ մի ինտերնետ։ Գուցե իրավիճակը լավանա, եթե ղեկավարները փոխվեն, եթե պայմանները բարելավվեն, եթե ավելի լավ որոշումներ կայացվեն, որովհետև յուրաքանչյուր իրանցու կյանքը հիմա անդունդի եզրին է։ Ոչ ֆինանսական անվտանգություն ունեն, ոչ աշխատանքային անվտանգություն, ոչ կյանքի անվտանգություն, ոչ էլ կարող են հեշտությամբ օգտվել սոցիալական ցանցերից։ Ներկայումս Իրանում պայմանները նման են Հյուսիսային Կորեային։ شرایط توی ایران شبیه کره شمالیه. درود بر شما. Իրանում ներկայիս իրավիճակը ցավոք պատերազմական է, անջատել են ինտերնետը եւ նույնիսկ սովորական հեռախոսները, եւ սովորական մարդիկ չեն կարողանում մուտք գործել ինտերնետ։ Նման պայմաններում Իսլամական Հանրապետությունը ցանկանում է կոտորած սկսել եւ ի վերջո թաքցնել դա համաշխարհային լրատվամիջոցներից։ Եվ հուսով եմ, որ մի օր մենք ձեռք կբերենք այն ազատությունը, որին արժանի ենք։ مستحقش هستیم دست پیدا کنیم. Ես Իրանի ապագան լուսավոր եմ տեսնում։ Կարծում եմ Իրանի ժողովուրդը շուտով ազատություն ձեռք կբերի։